Ես չգիտեմ պատմության մեջ, որ պարտված նախաբանը, ղեկավարը նորից ինքը ստանձնի ղեկավարություն։ Ինքը այսպես թե այնպես դարել է կամակատար արդեն։ Նոր ուժապետ, նոր մարդապետ, նոր բանակցողապետ, որը ասենք, այսպես ասած, կսկսի հաշվի առնելով ժողովրդի տրամադրությունները, իր թիկունքում ունենալով ժողովուրդ, բանակցի նորովի։ Ուղղակի սա է, որ մենք պետք է, չգիտեմ, ժողովուրդը այլ ուժի ընտրի։ Բայց հարցումներն էլ ցույց են տալիս, որ մոտորապես 3-4 ուժ է հաղթահարում այդ շեմը։ Չգիտեմ, ինչքանով է դա ճիշտ, ամենայն դեպս այդ ուժերն են, այդ 3 հայտնի ուժերն են, որ գոնե նրանցից մեկը կամ նրանք կոալիցիոն, ինչպես Գյումրի երկրորդ եղավ, այդ տարբերակով կարողանան իշխանությունը վերցնել։ Այսինքն երկում տեղի ունենա իշխանափոխություն, որը անհրաժեշտություն է եւ բխում է մեր ժողովրդի շահերից, որտեղ մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում, ես էլ չեմ ասում ինչ կարող է պատահի, հետընտրական զարգացումներն են, գումարած դրան, ասենք, Ռուսաստանի հետ հարաբերություններն են, որ մենք տեսնում ենք ինչա կատարվում, ես չգիտեմ, այս ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը էներգակիրների մասով, տնտեսության մասով, ապրանքաշրջանառության մասով ինչ է լինելու։ Լավ, ես ոնց ենք մենք կոպեսած, ինձ այս մտահոգություններն ա բերել այստեղ եւ եղածների մեջ իմ տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է։ Ես ուրիշ տեխնացու չեմ տեսնում։